էկրանը։ Լավ, քանի սպասում ենք, ես մեր ջուր վարձնեմ գամ։ Հա, հələ սպասում ենք։ Դե լավ, նորից բարև բոլորին։ This meeting is being recorded. Անցյալ անգամ կիսատ մնաց ուշեղի պրեզենտացիան, իրան անցյալ անգամ ներկայացրեցի, նորից ներկայացնելու կարծում եմ չկա։ Հիմա շարունակենք, հետո դեմո կլինի եւ հաջորդ պրեզենտացիան իրա էլի կողմից ինչքան հասցնենք, ինչքան չհասցնենք, նորից կհետաձգվի էլի։ Դե լավ, ուշեղ ջան, դավայ։ Մերսի։ Մի հատ ռեքափ անենք, թե նախորդ դասին ինչ քննարկեցինք։ Ուրեմն խոսեցինք երկու տեսակ սխեմաների մասին, կոմբինացիոն եւ հաջորդական։ Մեկը այսինքն սինխրոն, մյուսը ասինխրոն սխեմաներն էին։ Ասինխրոնները, այսինքն կոմբինացիոն լոգիկան ելքը փոխվում է մուտքի հենց այդ պահին ինչ որ փոփոխության դեպքում, իսկ ու դրա օրինակները նայեցինք։ Իսկ հաջորդականը, եթե մուտքերին նույնիսկ սիգնալա փոխվում կամ ազդանշանի մակարդակ, մինչև ղեկավարող ազդանշանը չփոխվի, ելքը չի փոխվում։ Ու այդ դրան համապատասխան սխեմաները քննարկեցինք դե ֆլիփ-ֆլոպի տեսքով, որից հետո abstract level-ները խորացանք մի քիչ ու անցանք արդեն
register transfer level language-ներին, որոնք են Verilog եւ VHDL, բացատրեցինք ամեն մեկի լավ ու վատ կողմերը, ինչպես նաև խորացանք ավելի շատ Verilog-ի մեջ, որովհետև ամենաշատ օգտագործվող լեզուն համարվում է Verilog-ը, ու քննարկեցինք 4 տարբեր Verilog-ի տիպեր, որոնք 4-ն էլ նույն սխեման կարող են նկարագրել, բայց նկարագրում են տարբեր ձևերով, behavioral, data flow, gate level եւ structural, ու ամեն մեկի համար մի հատ օրինակ բերեցինք, նույն մուքսի հիման վրա, ու ոնց որ հասա հենց structural Verilog-ի վերջին ու կանգնեցինք։ Հիմա պատկերացրեցինք, որ Verilog-ով կարող ենք տարբեր ձևերով նկարագրել սխեման, տարբեր խորությամբ դա կարանք ապահովենք, ամեն մի հանգույցին համապատասխան ստանդարտ cell նկարագրելով, կամ ընդհանուր ուղղակի իր behavior-ը տալով, ու կստանանք նույն արդյունքը, ուղղակի մի դեպքում մենք կունենանք ամեն մի ներքին տարի նկարագրությունը, մյուս դեպքում ընդհանուր ասենք իր ստրուկտուրան կամ թե ոնց պետք է իրան պահի այդ սխեման որոշակի ազդանշանների դեպքում։ Հիմա ցանկացած տեսակով էլ որ գրենք Verilog կոդը, մինչև բնականաբար դա սինթեզելը եւ իրական սխեման ստանալը տրանզիստորային մակարդակով, պետք է հասկանանք այս մեր նախագծածը ճիշտ է աշխատում թե չէ։ Այսինքն տեստինգ է պետք անել, էլի։ Ու կան tool-եր, որոնք որ ապահովում են այդ տեստավորումը։ Հիմա մի հատ կնայենք, թե ոնց է դա տեղի ունենում։ Նախ առաջինը մենք գրում ենք Verilog-ը, որը որ տվյալ դեպքում հիմա ստրուկտուրային Verilog ենք գրել մուլտիպլեքսերի համար, ունի D1, D0 մուտքեր data-ի համար, եւ մի հատ select մուտք ունի, որը որ ընտրում է ելք գնա D1-ը, թե ելք գնա D0-ը։ Պարզ սխեմա է, էլի։ Հիմա պետք է սա տեստավորենք։ Նախ մեզ պետք է այս Verilog-ը, որ մենք գրել ենք, եւ երկրորդը մի հատ ուրիշ Verilog է պետք, որը որ կաշխատացնի այս մեր Verilog-ին, այսպես ասած, որպեսզի հասկանանք, թե ելքում ինչ է ստացվելու։ Այդ երկրորդ Verilog-ը, որը որ պետք է տեստավորի մեր հիմնական Verilog-ը, կոչվում է test bench։ Ինքը իրանից էլի ներկայացնում է մոդուլ, բայց ի տարբերություն հիմնական Verilog-ին, սխեմատիկ բնութագրող Verilog-ին կամ behavioral, ստեղ մենք ընդհանրապես տալիս ենք ազդանշաններ եւ այդ ազդանշանի փոփոխություններ ժամանակի որևիցե պահին։ Նույն ձևով կարող ենք անընդհատ փոխանջատվող ազդանշան տալ, օրինակ clock, որը որոշակի հաճախությամբ անընդհատ 0-ից 1 կփոխվի, հետո 1-ից 0։ Նկարագրությունը գրեթե նույնն է, այսինքն էլի հայտարարում ենք մոդուլ, մոդուլի անունը, բայց այդտեղ արդեն տալիս ենք մեր wire-ները ու տալիս ենք ամեն մի wire-ը ում է կպած, ինչ pin-ի է կպած, ու այդ wire-ների վրա ինչ ձևի ազդանշաններ են նստելու։ Օրինակ, այստեղ մենք նշել ենք, որ ունենք մի հատ out wire, ունենք 3 հատ wire D0, D1, DS, ու ունենք այս տեստային ազդանշանները out, D0, D1, S, ու ասենք սկսեցինք, սկզբից սկսում ենք, էլի, initial begin, D0-ին տալիս ենք արժեք, D1-ին տալիս ենք արժեք նախնական, հա, ու S-ին տալիս ենք արժեք։ Այս դեպքում բոլորը 0 են սկզբում, հա։ Տալիս ենք ինչ որ ժամանակային արժեք ու ասում ենք finish։ Որից հետո ասում ենք միշտ ինչ որ ժամանակով, այսինքն մենք ստեղ ոնց որ փոխանջատում ենք ստեղծում, որ ինչ որ ժամանակ հետո պետք է փոխանջատվի։ Տալիս ենք որ inverse-ի D0-ն D1-ը եւ S-ը։ Ու վերջում ասում ենք, որ այս 3-ը իրար հետ օր է պետք անել։ Այսինքն տալիս ենք, թե ինչ է տեղի ունենալու մեր սպասվող արժեքը, հա։ Ու վերջում ամենակարևորը տալիս ենք
թե որ կետում պետքա probe անենք, հա, այսինքն որ կոպիտ ասած, եթե սխեման ձեզ ֆիզիկապես տան, ասեն ստուգի, որ կետի վրա կդնեք ձեր տեստերը կամ օսցիլոգրաֆը, որպեսզի ստանաք ձեր ազդանշանը ու իմանաք դա ճիշտ է թե չէ։ Ու ստեղ իր հիմնական սինտաքսով գրածա, որ մի խոսքով output-ի վրա ես ուզում եմ մոնիտոր անեմ output-ը, կախված այս մուտքային ազդանշաններից, որը որ պետքա կատարի այս լոգիկան։ Հիմա թե ինչա տեղի ունենում, երբ այս երկու վերիլոգները աշխատացվում են տեստավորող tool-ի մեջ, հա։ Սա հենց այնա ինչ մենք գրել ենք, հա, S-ը, D1-ը եւ D0-ն, ինչպես տեսնում եք, առաջի բանը ժամանակահատվածում 3-ն է 0 են, որից հետո փոխանջատումը մի հատ տրված մեր ժամանակային պարամետրերով test bench-ի փոխանջատում ենք S-ը, հետո D1-ը, D1-ը պահում ենք փոխանջատված, փոխանջատում ենք ապահովում D1-ի ու S-ի միջև, հետո երկուսը միասին միացած, բայց էլ որ D0-ն անջատված, հետո փոխում ենք D0-ն, այսինքն մենք այս 3-ի բոլոր հնարավոր կոմբինացիաները ստեղծում ենք, այսինքն եթե վերցնենք իսկության աղյուսակի տեսքով 000, 010, 011 եւ այլն, տենց բոլոր կոմբինացիաները մուտքերի տալիս ենք ու տեսնում ենք թե այդ դեպքում մեր տված լոգիկան, այսինքն այն սխեման, որը որ մենք սարքել ենք, ոնց է աշխատում, ելքը ինչ ենք ստանում։ Տվյալ դեպքում սխեման փոքր է, մեր համար հեշտ է նայելը ձեռք, այսինքն աչքով ստուգելը, մանուալ տեստինգ անելը, տեսնում ենք, որ ամեն ինչ ճիշտ է, եթե ամեն ինչ ճիշտ է, այսինքն այդ դեպքում այս verilog-ը կարող ենք համարել, որ կատարում է այն ֆունկցիան, որը որ մենք ուզում էինք, որ կատարի։ Ու սա կարող գնա ու դառնա digital design flow-ի մուտք։ Այսինքն ցանկացած digital design engineer ստանում է verilog, որը որ պետք է ինքը սինթեզի ու վերջում սարքի չիպը։ Այդ բոլոր ստացված verilog-ները անցնում են այս բոլոր փուլերը, որի մասին ես խոսացի։ Այսինքն անունները, մոդուլների, մուտքերը, ելքերը, մուտքերի ելքերի միջև կապերը, նրանց միջև ընկած մեջտեղի լոգիկան, այդ լոգիկան կոմբինացիոնը, թե sequential-ը, այնտեղ կան ռեգիստրներ, թե չէ, այս ամբողջը սարքվում է, որից հետո test bench-ը գրվում ամբողջ այդ verilog-ի համար, երբեմն նաև առանձին մոդուլների համար, test bench-ով սիմուլյացիա է արվում, այսինքն մենք մուտքի բոլոր հնարավոր ազդանշանները ապահովելու դեպքում կոմբինացիաների, տեսնում ենք, թե ելքում ինչ ազդանշաններ է ձևավորվում, եթե այդ ազդանշանները բավարարում են մեր սպասելիքներին, այսինքն լոգիկան, ֆունկցիան ճիշտ է աշխատում, համարվում է, որ verilog-ը տեստավորումը անցել է ու ուղարկվում է digital design engineer-ին արդեն, որ արդեն ինժեները verilog-ից կամ RTL բնութագրից behavioral ստանա վերջնական սխեման, որը կգնա արտադրության։ Անցյալ դասին այս երկու սլայդը չի հասցրի ասեի ճիշտն ասած, ու դեմոն, այս դեմոն ինքը բան կանի, էլի ոնց որ ամբողջ փուլը, այս փուլերը, որը որ նկարագրեցի, կբերի իր ընդհանուր լոգիկայի մեջ ու արդեն կպատկերացնեք, թե ոնց է ստեղծվում verilog-ը, ինչի համար է ու կոնկրետ ամեն մի հանգույցը ինչի մասին է եղել, որ ես խոսացել եմ։ Այս մի դեմոն ինքը խաչմերուկի մասին է, ունենք երկու փողոց, որոնք հատվում են իրար հետ, մեկը արևելքից արևմուտք է գնում, մյուսը հյուսիսից հարավ, ու հատման կետում ունենք սվետաֆորներ, հա, հայերեն չեմ հիշում ոնց է ճիշտ ասած։ Եթե չկա ոչ մի ղեկավարող ազդանշան, ամեն մի սվետաֆորի մեջ ժամանակ է դրած, մի հատ ռելե է փոքր սարքած, ինքը ինչ որ ժամանակ պահում է կարմիր, հետո ռելեն անջատվում է, փոխանջատում է տեղի ունենում, փոխում է կանաչ, մյուսը կարմիր է դառնում, էլի, այսինքն ոչ smart crossroad-ը սա։ Մեկ միացնում է հյուսիս հարավը, մեկ միացնում է արևելք արևմուտքը։ Հիմա
եթե ուզենանք սա սարքենք խելացի խաչմերուկ, հա, մեզ ինչա պետք։ Բնականաբար, չգիտեմ տեղյակ եք թե չէ, բայց գրեթե բոլոր smart խաչմերուկները, որոնք որ մարդը չի կամերայով նայում ու փոխանջատումներ անում, ունեն պիեզո դատչիկներ են կոչվում, հա, որոնք շարվում են հենց սվետաֆորների մոտ ու իրենք գետնի տակ են փոքրիկ ռադարների տեսքով, երբ որ մեքենա է կանգնում վրան, ինքը փոխանջատվում է։ Այսինքն, երբ մեքենա չկա, մեր սվետաֆորները աշխատում են սովորական ռեժիմով, ինչ որ ժամանակով մեկ փոխանջատում է ապահովում, երբ որ ենթադրենք արևելքից արևմուտքը կանաչ լույսի տակ է, այս գիծը աշխատում է, հա, բայց հենց մեքենա է գալիս կանգնում այս պիեզո դատչիկի վրա, սենսորի վրա, ու մյուս կողմում սենսորի վրա մեքենա չկա, այդ դեպքում իմաստ չունի, ասենք, այս մեքենային երկար սպասեցնել կարմիրի տակ, քանի որ մյուս կողմը ծանրաբեռնված չի։ Այս դեպքում խելացի crossroad-ը, այսինքն ղեկավարող սխեման, միանգամից փոխանջատում կանի կարմիրը կանաչի ու մեքենան կգնա առաջ փակելով մյուս ուղղությունը, էլի։ Հիմնականում ավելի զարգացած տարբերակներում այս սենսորներից մի հատ չի լինում, մի քանի հատ է լինում, մի հատ սկզբում, մի հատ մի 15 մետր հետ, 50 մետր հետ, այսինքն մինչև մեքենայի գալ կանգնելը արդեն 100 մետր հեռու այս սենսորները զգում են, որ մեքենա է գալիս, ու եթե մյուս կողմի վրա 100 մետր, ենթադրենք կամ 50 մետրի վրա մեքենա չկա, սվետաֆորը ավտոմատ փոխվում է կանաչ ու մեքենան նույնիսկ չի կանգնում, էլի, սպասում ինչ որ ժամանակ։ Այլ ուղղակի ինքը գնում է։ Ու այդ դեպքում արդեն մյուսը կարմիրի տակ կանգնում, եթե մյուս մեքենան է գալիս, արդեն իր սենսորն է աշխատում, ու եթե այստեղ մեքենա չկա, ոնց որ բացում է իր համար, էլի։ Հիմա ենթադրենք ուզում ենք գրենք սենց խելացի մի խաչմերուկ ղեկավարող սխեմա սարքենք, որը որ կտեղադրվի ու կմիացվի այս 4 սվետաֆորներին ու 4 սենսորներին ու կսկսի ղեկավարել այս խաչմերուկը։ Բնականաբար պետք է սկսենք, թե ինչ մուտքեր ունենք ու ինչ ելքեր ունենք, հա, այստեղ։ Մուտքերը բնականաբար դառնում են սենսորները գետնի տակ դրված, որովհետև իրանք են ազդանշան տալու մեր համակարգին, որ այստեղ մեքենա կա, իսկ մյուս գծի վրա մեքենա չկա, այսինքն էլի 4 մուտք ունենք, քանի որ 4 ուղղությամբ կարող են մեքենաները գալ, եւ ունենք բնականաբար 4 ելք, ելքերներ դրանք սվետաֆորի լույսերն են, այսինքն մուտքը մեքենան գալիս է կանգնում ազդանշանը տալիս է համակարգին, չիպին, չիպը անում է իր գործողությունը լոգիկան ու ելքում տալիս է սվետաֆորին, որ կարող ես գույնը փոխել։ Բնականաբար այս սխեման պետք է արտադրվի ինչ որ մի չիպի տեսքով ու բոլոր միացումները տան։ Ստեղ տրված է սովորական մի չիպի բացվածք, այսինքն package-ը բացվել է ու մի քիչ տենց նկարածոտ է, բայց մոտավոր պատկերացում կարող եք կազմել, թե չիպի ինչ տեսք է ունենում։ Սրանք փադեր են, սենց մի հատ միկրոսխեմա է ինքը լինելու, էլի, այսինքն ինքը ունի մեծ ոտեր, որոնք որ ինչ որ մի պլատայի վրա պետք է soldering անեն, պայքային անելու։ Ինքն էլ ինչ է անում, այս մեծ ոտերը տանում է փոքր ոտերով, սենց միացնում է մուտքերին։ Հիմա տվյալ դեպքում մեր մոտ լինելու է 4 հատ ոտ, որոնք որ մտնում են ներս, 4 հատ ոտիկ էլ, որոնք որ դուրս են գալու գնան դեպի սվետաֆորները, հա։ Okay, հիմա արդեն այդ իրական պատկերից գանք բլոկ սխեմայի տեսքին ու հասկանանք, թե ինչ մուտքեր ենք ունենում, ինչ ելքեր ենք ունենում։ Ինչպես ասացինք, մեզ պետք են 4 մուտքեր, որոնք են հյուսիս-հարավի վերևը, հյուսիս-հարավի ներքևի սենսորը, արևելք-արևմուտքի աջ եւ ձախ սենսորները եւ մեր ելքերը, որոնք որ ապահովում են հյուսիս-հարավի կարմիր ու կանաչ լույսերը ու արևելք-արևմուտքի կանաչ լույսերը։ Այստեղ շատ կարևոր պահ կա, որը որ մեկը reset-ն է, մյուսը clock-ը։ Հիմա քանի որ այս սխեման ինքը սինխրոն սխեմա է,
ինքը չի կարա ցանկացած պահին ցանկացած մուտքի փոխանջատման դեպքում ելքը փոխի, որտեղ այդ պահին, ասենք, եթե երկու մուտքերի մոտ գան մեքենաներ կանգնեն, այդ դեպքում երկուսն են նույն բանն են ուղարկելու, սիգնալն են ուղարկելու, համ հյուսիս-հարավն ասելու կանաչ սարքի, համ արևելք-արևմուտքը, ու դա բնականաբար վթարներ կարա ստեղծի։ Այսինքն սա պետքա լինի ինչ որ տակտով աշխատող, այսինքն պետքա ինչ որ ժամանակը մեկ փոխանջատումներ տեղի ունենա, ու եթե մի փոխանջատման ընթացքում ենթադրենք նույնիսկ մուտքը փոխվում է, ելքը այդ պահին չպետք է փոխվի, այսինքն նախորդ վիճակը պետքա պահպանվի այնքան, մինչև հաջորդ փոխանջատումը գա։ Այսինքն այս դեպքում մենք հասկանում ենք, թե սինխրոն սխեմաները ինչի է մեզ պետք էլի, եթե մի գիծը կանաչի տակ է ու հենց այդ պահին գալիս է մեքենա, ինքը չի կարա միանգամից փոխի, որտեղ դա վթար կառաջացնի։ Այս դեպքում, քանի դեռ այս մեր քլոքի ազդանշանը դեռ 0 է, հա, 0 վիճակում է, չի փոխանջատում չի տեղի ունեցել, նույնիսկ եթե այդ պահին մեքենան գալի կանգնում է, բայց մյուս կողմում մեքենաներ կան կամ ինչ-որ տենց բան, ինքը դեռ չի փոխանջատում կատարի։ Այլ երբ որ մեր տված հաճախությամբ հաջորդ փոխանջատումը տեղի կունենա, այդ դեպքում ինքը նոր կփոխի այս ելքային ազդանշանները։ Մյուսն էլ ռեսեթի մուտքն է, որ ենթադրենք ինչ-որ խնդիր առաջանա սխեմայի հետ, ինչը բերի ոչ աշխատանքային վիճակի, կարողանանք ինչ-որ մի ձև դրսից ոնց որ ռեսեթ անենք ամեն ինչը, ռեստարտ անենք ու զրոյացնենք, որ կարողանա աշխատի։ Ստացվեց, որ ունենք 6 մուտք, 4-ը ելք։ Հիմա հասկանանք, թե սրա վերիլոգը ոնց ենք գրելու։ Ցանկացած սխեմա իրան սովորական սինտաքսով գնում ենք, մոդուլն ենք հայտարարում, անունը controller ենք դրել, հայտարարում ենք իր փիները, այստեղ պետք է ես կարծեմ highlight-ել արած լինեի, հա, էսա։ Ուրեմն ունենք մոդուլը, որը մեր ընդհանուր chip-ն է ասում, որ ես ունեմ մի հատ controller մոդուլ, որից հետո ասում եմ, որ ես ունեմ փիներ, մուտքի ելքի փիներ, որոնք են clock-ը, reset-ը, NS-ները ու EW-ները, որից հետո բացատրում եմ ոնց որ verilog-իս մեջ, թե որոնք են իմ մոտ input-ները։ Ունեմ input clock-ն ու reset-ը, ունեմ input-ներ NS-ն ու EW սենսորները, top, bottom, left, right, ու ունեմ իմ output-ները, որոնք էլ light output-ներն են green, red, NS ու EW։ Բնականաբար այսքանը հերիք չի verilog-ի համար, սա ընդամենը վերևի ոնց որ այդ ստանդարտ մասն է, որը որ ցանկացած մոդուլ ունի։ Հիմա ավելի ոնց որ հաջորդ քայլերը հասկանանք, թե ոնց կկազմենք այս controller-ի verilog-ը, հա։ Բնականաբար մեզ պետք են լարեր, որոնք որ պետք են մեր input փիները կպցնեն ինչ որ մի ձև ներսի սխեմային ու կպցնեն այդ մեր ներքին լոգիկան ինչ որ մի ձև կպցնեն ելքային փիներին, հա։ Եթե հիշում եք, ես wire-ների մասին խոսալուց ասացի, որ ստեղ ունենք reg-եր, որոնք որ մեր internal wire-ներն են, հա, մեկը NS out-ն է, մյուսը EW out-ն է, ամեն մեկը ոնց որ մի հատ wire-ը, բայց բասի տեսքով, որը ունի այսինքն 2 ոտ, կպնելու է սրանց, ու մենք իրանց assign ենք անում, սա էլ է եւս մի verilog-ի սինտաքս ազուտ, այսինքն եթե ծանոթ եք գիտեք, եթե չէ, փորձեք սովորելուց կհասկանաք, որ սա իր keyword-երից մեկն է, որ մենք assign ենք անում, թե որ wire-ը որ pin-ին պետքա կպնի։ Տվյալ դեպքում ասում ենք, որ EW out wire-ը պետքա կպնի EW light green-ին, ու բնականաբար մյուսն էլ հետը, հա։ Ու ասում ենք, որ պետքա ժխտված, այսինքն մենք ինչ ենք ասում, երբ որ EW out-ի վրա ինչ որ ազդանշան գա, 1, հա, ենթադրենք գա, ու մեր համար այդ 1-ը պետքա լինի, որ այս սվետաֆորը փոխվելու է կանաչի, բնականաբար մյուս լույսը պետքա դառնա կարմիր, այսինքն բժխտում պետքա գնա, էլի, այսինքն եթե մենք մեկը սարքում ենք կանաչ, մյուսը պետքա բնականաբար դառնա կարմիր։ Ոստեղ օգտագործում ենք մեր առաջին ստանդարտ cell-ը,
ստանդարտ սխեման, որը էլի սրա մասին խոսեցել եմ նախորդ դասի ժամանակ, ստանդարտ սելերի գրադարանները, հա, մենք ասում ենք, որ ստեղ ինվերտոր պետք է լինի, այսինքն երբ որ մենք ստեղ ասում ենք, որ դժոխտումներն էլ պետք է միանան, ինքը հասկանում է, որ ստեղ պետք է լինի ինվերտոր։ Հիմա վերադառնանք ընդհանուր տեսքին, հա, այսինքն ունեինք մոդուլը, ունեինք փիները, input-ները, output-ները, ավելացավ մեր internal wire-ները output-ի համար, ասենց մոդուլս մեծացավ։ Հիմա նույնը անում ենք input-ների համար, ասում եմ ես ունեմ input wire-ներ, որոնք որ կպնելու են իմ մուտքին։ Ու ինչ լոգիկայով են իրանք կպնելու, հա, ես assign եմ անում այս wire-ներին, որ այս sensor-ի top-ն ու bottom-ը պետք է կամով իրար կպնեն, այսինքն ինչ եմ ես ասում, որ եթե վերևից գա մեքենա կամ ներքևից գա մեքենա, կապ չունի, դու երկու դեպքում էլ միացրա ու assign արա իրան այս իմ internal wire-ին, նույնն էլ բնականաբար արևելք-արևմուտքի համար, ինչը ենթադրում է, որ ստեղ պետք է մի հատ կամ լինի, այսինքն տրամաբանական կամը դա OR ստանդարտ սելն է, արդեն ոնց որ հասկանում եք, կամած մեր սխեման ստացվում է, արդեն մոտարով պատկերացնում ենք, թե ինչ սխեմա է իրանից ներկայացվելու։ Ասում ենք, որ մուտքերից ցանկացածը իրար համապատասխան մուտքեր է, էլի, ցանկացածին էլ գա ազդանշան սենսորի, դու ելք տուր դա, որտեղ այս մեր wire-ը կպած է կամ սրան։ Մյուսն էլ բնականաբար այս մի խումբն է, կապ չունի ձախից աչա մեքենան գնում աչից ձախ, դու մեկա տուր ազդանշանը ներս, այս wire-ով։ Այսինքն ունեցանք երկու ինվերտոր արդեն ու երկու կամ տար։ Հիմա բնականաբար արդեն այս ամեն ինչը շատ ավելի կոմպլեքս է, չէ՞, պետք է գրվի, որ այ ունեմ նաև clock, ունեմ reset, եթե միառժամանակ է գալիս clock-ը քանի չի փոխանջատվել, մի փոխանջատի ելքը, եթե երկուսը միասին են գալիս, այդ դեպքում կոնֆլիկտ չառաջանա, այսինքն այս ամբողջը ինքը իրանից ներկայացնում է մեր հենց գլխավոր այս chip-ի ֆունկցիան, էլի լոգիկան։ Այս լոգիկան էլ հիմա տեսեք, կարայինք տարբեր ձևերով գրեինք, հիմա խիա հենց Verilog-ի behavioral մոդելը ամենատարածվածը, հա։ Տեսեք, մուտքերի համար հեշտ էր, ինչ որ տարեր կազմելով սարքել, հա, այսինքն gate level ձևով նկարագրություն տալ, ես կարայի գրեի մի հատ OR տար վերցրա, որը կպած է այս սրան եւ կպած է սրան, ելքն է գնում կպնում է ստեղ ինչ որ մի բանի, հա։ Բայց երբ որ արդեն լոգիկան դառնում է ավելի կոմպլեքս, ավելի բարդ, այդ դեպքում դուք չեք կարող այս ամեն մի, տեսեք, ստեղ ինչ է, ստեղ ունենք if-երի դեպքում ելքեր ունենք, այսինքն այս ամբողջը ինչ որ մի շատ ավելի բարդ սխեմա է իրանից ներկայացնում, որը մի հատ OR-ով կամ մի հատ ինվերտորով չես կարող նկարագրես։ Դրա համար մեծ օգնության է գալիս behavioral Verilog-ը, որը որ ընդհանուր ասում է, թե այ ինչ պետք է անես դու ազդանշանների տվյալ խմբերի դեպքում, հա։ Ու ստեղ էլի այս սինտաքսի մասին խոսացել էինք, միշտ երբ որ կա դրական clock-ի ճակատ եւ reset-ս բացասական է, այսինքն reset չունեմ, բացասական ճակատ է կամ 0 է, հա, այսպես ասած։ Այդ դեպքում նոր դու աշխատի ու եթե reset-ը ստուգում եմ որ 0 է, այսինքն reset մոդում չի գտնվում chip-ը, դու սկսի նայել։ Եթե գալիս է այս ազդանշանը 1, մյուս ազդանշանը 0, ուրեմն ելքերը տուր համապատասխան ձևով։ Եթե հակառակն է գալիս, հակառակը տուր։ Այսինքն այս LZP-ն է, behavioral-ը, որ ասի ամենաշատն է նման ծրագրավորման լեզվին, չնայած նրան, որ ինքը ծրագրավորման լեզու չի, էլի, բայց կոմպլեքս լոգիկան իրանով նկարագրելը շատ ավելի հեշտ է, որտեղ մարդուն էլ է հասկանալի ու հեշտ գրելը, համ էլ ինքը ավելի փոքր է ստացում, քան որ ամբողջ այս լոգիկան սարքեինք ձեռով, ամեն մի տարը միացնելով, որ մեր ուզած այս լոգիկան աշխատեր։ Ու վերջում ունենք մեր հիմա պետքա տեստավորենք, հա, ստեղ էլ գալիս է տեստավորման գաղափարը։ Տեսեք, եթե մինչև այս պահը, հա, մինչև այս լոգիկան գրելը մեր համար պարզ էր, հա, ստեղ պետքա լինի OR, ստեղ պետքա լինի OR, ստեղ էսենց ինչ որ մի բանը ինվերտորով միացած։ Սա տեստավորելը շատ հեշտ է, հա։
այսքան մի հատ մուտքին ազդանշան ենք տալիս, հասկանում ենք այս դեպքում ստեղի ազդանշանի հետ ոնց է ելքը փոխանջատվում եւ այլն, բայց քանի որ լոգիկան արդեն դառնում է ներսի կոմպլեքս ու մենք չգիտենք իրականում ինչ տարեր են ստեղ դրվելու, մենք ընդհանրապես գիտենք թե էսի ոնց պետք է աշխատի։ Դրա համար մեզ պետք է կազմել test bench։ Այսինքն ինչ ենք անում, մենք վերցնում ենք այս test bench-ում ու տալիս ենք բոլոր հնարավոր ազդանշանները մուտքային փոխանջատումներով, հա։ Մի հատ մեկնա 0, մյուսը 1, մնացածը 0, տենց հերթով 1 ենք տալիս, հետո ինչ որ խմբային 1 ենք դառնում, այսինքն 4 մուտքանի դեպքում 0 0 0 0 0 0 0 1, տենց հերթով փոխանջատումներ տալիս ենք, ստեղ էլ մեր քլոքն է, տեսեք, փոխանջատումներ ենք ապահովում test bench-ում, այսինքն մենք ասում ենք, որ այս սխեման պետք է աշխատի ամեն մի դրական ճակատի ժամանակ, երբ որ քլոքը ներքևում է, փոխանջատում տեղի չունենում։ Ու ընդհանրապես այս էլ մեր մուտքերն են, հա, նայում ենք, տենում ենք, թե ելքում ոնց է փոխվում մեր ազդանշանները։ Այստեղ ամենակարևորը, որ ազդանշանները խմբային առումով սինխրոն աշխատեն, այսինքն հյուսիս հարավը իրար հետ փոխանջատվի, արևելք արևմուտքը իրար հետ փոխանջատվի, որովհետև հակառակ դեպքում վթար տեղի կունենա։ Այսինքն տեստավորման իմաստը սա է, տեստավորում ենք այս ներքին լոգիկան, որ մենք գրեցինք, որ պետք է աշխատի մեր ուզած ձևով, ու հիմա տեսնում ենք, հա, տվյալ ձևով գրած verilog-ը աշխատի կանի այն ֆունկցիան, որ մեզ պետք էր, թե չէ։ Եթե սա աշխատող է, ուրեմն մենք կարանք կոպիտ ասած արխային ուղարկենք այս verilog-ը, որ սինթեզվի ու դառնա իրական չիպ, հա։ Շրջան մի հարց կարելի է այս թեմայի շուրջ։ Ահա, իհարկե։ Մենք խոսեցինք տեստավորման մասին ու քննարկում ենք պարզ օրինակ, հա, ասենք համանախապակ մուտքերի, ելքերի եւ հնարավոր բաների։ Եթե վերցնենք ռեալեն չիպ դիզայնը, որ ցույց տվեցիք, ասենք իրանց բոլոր մուտքերով, ելքերով հավանական, այսինքն այնտեղ գալիս է ինչ-որ ահռելի մեծ թվեր, նման տեստավորումները ժամանակի եւ բանի տեսանկյունով ինչքանով է հնարավոր էլի։ Արվում է տեստավորում ու առանց տեստավորման verilog չի գնում։ Ինքը նույնիսկ եթե ժամանակատար process լինի, տեսեք ոնց է չիպը հավաքվում։ Չիպը դա ինչ որ մի chaotic սելերի կույտ չի էլի, որ լցված է ու բնականաբար մարդը նույնիսկ չի կարա, հա, այնց մի հատ կոդ գրի verilog, որը որ ենթադրենք նույնիսկ 90-ականների պրոցեսոր, հա, գրի մենակով։ Բնականաբար դա ջարդվում է բլոկների։ Այսինքն փոքր բլոկներ են լինում, մի բլոկը, ասենք, բանը, պատասխանատու է կոնկրետ այսինչ դեպքում ինչ որ մի փոխանջատում կատարելու համար։ Մյուս բլոկը պատասխանատու է memory մասը, այսինքն օպերացիոն հիշողությունը միացնի հիմնական հիշողությանը կամ օպերացիոն հիշողությունից վերցնի դատան պրոցեսանի հետ ուղարկի։ Այդտենց փոքր ասելով բնականաբար այսքան փոքր չեն, բայց տեստավորման համար համապատասխան չափի scaling անելով մոդուլներ են ստեղծում ու հա երկար ժամանակ կարա տևի մինչև ամբողջական տեստինգ արվի ու հետնել տեսեք սենց է լինում բնականաբար դու ամեն անգամ չես դնի ամեն մի բլոկը տեստանես ու ձեռով սենց մտնենք հա տենենք այս-ի փոխանջատվավ սրա հետ նորմալ է թե չէ մենք գիտենք մեր golden output-ը հա կոպիտ ասած երբ որ բլոկը նախագծում են մոտավորապես հասկանում են, որ եթե այս մուտքերի խմբին գա հետևյալ ազդանշանները, ելքում ես ինչ պետք է ստանամ։ Դա կոչվում է golden output, էլի, որին versus պետք է համեմատես քո իրական տեստի արժեքները։ Այսինքն նախապես գրվում է output ֆայլը, թե ինչա պետք, որ լինի, որից հետո քշվում է սիմուլյացիան Սիմուլյացիայի արդյունքը ընդհանրապես համեմատվում է նախապես սպասվող արժեքների խմբի հետ։ Եթե չի բռնում ինչ-որ մի բան, արդեն գնում են սկսում են ձեռով նայել կամ կոնկրետ հանգույցները նայել, էլի։ Ուզում եմ ասեմ, այդ տեստավորման տեխնիկները իրանք տարբեր են, բնականաբար, տարբեր տեսակ տեստավորումներ կան, բայց հիմնական մասը է դա։ Բաժանել այնքան հատվածների, որ կարողանաս լավ տեստավորես ու արագ տեստավորես, վերջում էլ արդեն պատկերացրեք, եթե ամեն մի բլոկը տեստավորումը անցել է, մնում է այդ ամբողջը միացնել իրար, որոնք էլ ասենք կարող լինի 8 հատ, հա։ Ստացվում է, որ դու տեստավորում ես ամբողջ չիպը վերջում
Ընդամենը 8 հանգույցով։ 8 հնարավոր կապեր տեստավորում ես, որովհետև ամեն մեկը ներքին internal տեստավորումը նորմալ անցել է։ Շնորհակալություն։ Okay, հիմա անցնենք հաջորդ փուլին, հա, թե ինչա տեղի ունենում այս փուլից հետո։ Այս verilog-ը տեստավորված, կոչվում է արդեն ինքը դառնում է golden verilog, ուղարկվում է chip designer-ին, որը որ պետքա այս կոդից ստանա սխեմա։ Հենց այդ կոնվերտացիան, սա ես ավելի շատ translation կամ կոնվերտացիա եմ համարում, քանի որ verilog-ը ինքը ծրագրավորման լեզու չի, ինքը սխեմայի մի տեսքի բնութագիր է։ Առաջնային փուլում մեզ ընդհանրապես պետքա սխեմայի մի տեսքը բնութագրող կոդը փոխել ուրիշ կոդի, որը ավելի հասկանալի կլինի հաջորդ փուլերի համար։ Սա կոչվում է synthesis կամ logic synthesis, ինչը իրանից ներկայացնում։ Մենք խոսացել էինք, որ verilog-ը կա behavioral, get level, structural ու data flow, ինչը անում synthese-ը։ Ինքը վերցնում է behavioral verilog-ը ու translate անում դա get level։ Gate-երը հետևյալն են։ Ամեն մի տրամաբանական տարը մի gate է համարվում, logic gate, հա, այսինքն այս or-ը տրամաբանական կամ անող տարը ինքը մի հատ gate է։ Հիմա ունենք ստեղ 1 2 3 4 gate, որոնք մեզ հասկանալի են, որտեղ 4 հատեր մենք գրեցինք, բայց ներսի լոգիկան մենք գրել ենք կոդի տեսքով։ Հիմա դա էլ է, չէ՞, ինչ որ մի սխեմայի համապատասխանելու։ Վերցնում է այս գործիքը ավտոմատ, հասկանում է ներսում գրված լոգիկան, հասկանում է մեր տված գրադարանը, որը պարունակում է լիքը sense տարեր, կամ ժխտած, NAND, OR, XOR, NOR, multiplexer-ներ, DFF-ներ, հա, ինքը ավտոմատ, այսինքն գրադարան ունի ինչ որ տարերի։ Հասկանում է մեր գրած լոգիկայի ամեն մի կետը, ամեն մի փոքր լոգիկան, հա, որ կոնկրետ տարով ինքը կարա լուծի ու տանում է դնում է այտենց այդ կետում միացնում է այդտեղ, էլի։ Մի քիչ բարդ է բառերի վրա հասկացնելը, բացատրելը, բայց հիմա այստեղ ինձ թվում է ձեզ ավելի պարզ կլինի, հա։ Dot left-ը ինքը գրադարանի representation-ի մի տեսք է, իրականում cell-երը կարող են նկարագրվել տարբեր ֆորմատներով, կախված որ tool-ը ինչ ֆորմատ է կարդում, էլի։ Կա .lib ֆորմատ, որը ընդհանուր մի գրադարան է, ամբողջ ինֆորմացիան մեջն է, DB ֆորմատ կա, որը որ նույնի binary տեսքն է, ու ունի timing ու functional բնութագրերը ամեն մի cell-ի, կամ կարան այս cell-երը լինեն ենթադրենք առանձին ֆայլերով։ Այսինքն այս ամեն մի ֆայլը մի հատ or-ի բնութագիր է իր մեջ պարունակում։ Այսինքն ինչ ֆունկցիա է կատարում, քանի մուտք ունի, քանի ելք ունի, մուտքը ելքից ոնց է կախված, ու նաև ինչ որ ժամանակային բնութագրեր կարող ունենա կախված ֆորմատից, էլի։ Ու բնականաբար այստեղ տեսեք նույն or2-ը, այս or2-ը նշանակում է, որ ինքը երկու մուտքանի or-ը, հա։ or2-ը կանայք x1, x2, x4, հետո գալիս է 3 մուտքանի or-ը x1, x2, x4, սրանք ինչեր են, հա։ Այս x-երը դրանք տանող ուժերն են։ Հիմա պատկերացրեք, եթե ունես ինչ որ մի տրամաբանական տար, որը ունի ելք, օրինակ այս or-ի ելքը, հա, ինքը ում է կպնելու մոտավորապես, հա։ Եթե սա կպնում է, ենթադրենք մի հատ ինվերտորի, այդ դեպքում ինքը պարտադիր չի ունենա շատ մեծ տանող ուժ, driving force։ Այսինքն իր ելքային ազդանշանի կառեկցիան պարտադիր չի, որ մեծ լինի։ Բայց եթե այս or-ը ենթադրենք կպնում է ասենց մի 16 ինվերտորի կամ 8 ինվերտորի, այդ դեպքում մեկ drive անող or եթե դնեք, ազդանշանը կպառկի, այսինքն ազդանշան կարող է նույնիսկ չձևավորվի, քանի որ իրան հաջորդող սխեմաների մուտքային դիմադրությունները ու մուտքային քափերը, ունակությունները,
այնքան մեծ կարան լինեն, որ ուղղակի այս սխեման փոքր լինի, կոնկրետ այս օրը, ու չկարանա այդ 4 հատ ինվերտորին հասցնի նույն ազդանշանը, նույն մուտքը հաջորդ կսելի մուտքային դիմադրությունը ունակությունը մեծ է, քափը, այսինքն load-ը էլի իր բեռը ինչքան մեծ է, այնքան ավելի մեծ նույն սելից պետք է դրվի, ավելի մեծ տանող ուժով, որ ապահովի սիգնալի ճիշտ ժամանակին, ճիշտ հապաղումով ու ճիշտ ճակատի տևողությամբ, որ դա ձևավորվի։ Դրա համար ստանդարտ սելերի գրադարանները իրանք բնականաբար շատ ավելի շատ մեծ են էլի, քան մեր նախկինում ասած, ասենք այն մինիմում սելերի քանակը, որով որ կարելի է ցանկացած սխեմա հավաքել։ Այսինքն ամեն մի սելն էլ, ամեն մի տրամաբանական տարներ ունի նախ իր մուտքայինությամբ կախված տարբերակները, կարանի օր 2 մուտքանի, օր 3, օր 4 մուտքանի, մինչև օր 6 մուտքանի նույնիսկ եղել է ստանդարտ գրադարաններում։ Պլյուս իրանց տարբերակումները տանող ուժի համար։ Առաջինի ինչ է անում սինթեզ անող tool-ը, հա, տեսնում է, որ մենք այնտեղ verilog-ում գրել ենք, որ այս wire-ը կպնելու այս երկու մուտքերին or-ով, եթե հիշում եք գրել էինք այնտեղ։ Ու հասկանում է, լավ, օքեյ, այստեղ եթե այս մարդը գրել է or, ուրեմն ես պետքա գնամ կամ գտնեմ, կամ անող ինչ որ բան պետք է գտնեմ։ Գնում է սկսում է գրադարանով պատտվել։ Բնականաբար կան օռեր, անդեր, նանդեր, ինվերտորներ, ինչպես ասի մուքսեր, DFF-ներ, հերթով սկսում է ֆունկցիաների վրով անցնել այս ֆայլերի ներսում գրած ֆունկցիաների։ Գտնում է այս օռը։ Ասում է, հոպ, եղավ։ Հենց այն ֆունկցիան անում, մի հատ ելք ունի, երկու հատ մուտք ունի ու ֆունկցիան էլ գրած է ելքից մոտ կախվածությունը կամ է։ Ուրեմն, օքեյ, ես պետքա մի հատ օռ բերեմ դնեմ ստեղ, որ այդ verilog-ում գրած երկու գիծը, այս ուրեր այդ երկու գիծը ցույց տամ ձեզ, որ հիշեք, այս երկու գիծը, ես տեղ ինչ եմ գրել, ընդամենը մի հատ օռ եմ գրել, ասում եմ այս երկու մուտքերը, ունեմ մի հատ wire, երկու մուտքը կապած է այդ wire-ին, ու գնալու է դառնալու է մի հատ ելքային wire այս հանգույցի համար, ու այս երկուս իրար հետ օռը անելու։ Հիմա ինքը գնաց ման եկավ իմ ֆայլերի մեջ, տված մուտքային ֆայլերի մեջ գտավ այդ օռանող ֆունկցիան։ Ասեց էտա երկու մուտք, մի ելք, օռել անում է։ Ուրեմն ես պետքա բերեմ, ստեղ դնեմ օռ։ Հաջորդը արդեն ինքը կնայի, թե հաջորդ փուլում իրանից հետո, այս օռից հետո քանի տարեր են միացված։ Ու մոտավոր, քանի որ այս գրադարաններում նաև կա մուտքային դիմադրությունները, մուտքային քափերը, ամբողջ պարամետրերը տված է ոնց որ էլի իր համար։ Դրա համար ենք ասում, որ ստանդարտ սելերի գրադարանը դա ոնց որ այդ կիրպիչիկներն են, բրիկներն են, որոնցով որ ինքը պատը շարելու է, այսինքն մեր չիպը հավաքելու է։ Մենք իրան տալիս ենք ոնց որ դիսկրետ քանակի տարեր, ամեն տարի համար տալիս ենք իր ամբողջական ինֆորմացիան, ֆունկցիան, մուտքերի քանակը, ելքերի քանակը, մուտքից ելք հապաղումը, մուտքային դիմադրությունը, մուտքային քափը, ունակությունը, ելքային դիմադրությունը, ամբողջ պարամետրերը կա։ Հիմա մնում է այս գործիքին ինքը ավտոմատ հասկանա ու matching անի, էլի ոնց որ։ Այսինքն նախ ինքը ֆունկցիայի matching-ը կանի, հետո կհասկանա, եթե սրանից հետո ասենք 4 հատ է միացրած լինելու, ինչ որ մի բան, հա, կապ չունի ինչ սել։ Այդ մոտավորապես ինքը կգնա այդ 4 հատն էլ կգտնի, կդնի, հետո սրանց քափերը կհաշվի մուտքային, կհասկանա ենթադրենք, որ օր 2x1-ը չի կարալու սրան քշի, որտեվ սրա տանող ուժը այդքան չի, որ կարանա 4 հատ ինչ որ մուտքային դիմադրություն ու ունակություն քշի, կոպիտ ասած, արդեն կփոխի, դա էլ կոչվում է արդեն օպտիմիզացիան, էլի։ Կփոխի, կդնի դրա փոխարեն օր 2x4-ը ենթադրենք, կամ x8-ը կապ չունի։ Այսինքն մենք ինչ ենք անում, նախ մի հատ ինչ որ լեզվով գրած կոդը map translate ենք անում սխեմատիկ տարերի, իրանց միջև կապերն ենք հաստատում, հետո էլ արդեն map ենք անում մեր տված գրադարանը, գրադարանն էլ ինչ է իրանից ներկայացնում, հենց մեր տեխնոլոգիան է, այսինքն TSMC 40, TSMC 16, 12, Samsung 32, կապ չունի, ինչ տեխնոլոգիա ուզում է լինի,
ֆաբրիկան ինքը define է անում իր տեխնոլոգիան ու այդ տեխնոլոգիային համապատասխան գրադարան է ստեղծվում։ Այսինքն նախ ինքը վերցնում է մի հատ generic կոպիտ ասած կոնցեպտուալ տարեր, ստեղ մապ անում, դնում է, գիտի որ ստե օր լինելու։ Որից հետո արդեն երբ որ ամբողջ սխեման հավաքեց, ինքը գնում է սկսում է արդեն map անել մեր տեխնոլոգիային համապատասխան սելերը, այդ փոխարինում է այդ իր generic imaginary սելերի հետ, էլի։ Ու հիմնականում սինթեզի ամենամեծ խնդիրը լինում է այն, երբ որ ձեր գրադարանը, օրինակ, իր ներքին գրադարանը ունի մի տար, որը մի քիչ կոմպլեքս է, բայց ձեր target գրադարանը, որը որ պետք է map լինի, այդ տարը չունի։ Ու պետք է ինքը ստիպված այդ տարը ջարդի նորից, այսինքն սինթեզանի այդ հատվածը, այդ տարը ջարդի ավելի պարզ տարերի ու վերցնի արդեն այդ տեխնոլոգիայից գոյություն ունեցող տարերով մապանի ստեղ, էլի։ Կոպիտ ասած, եթե ստեղ մի հատ ինչ-որ բարդ լոգիկա ես գրեի մի հատ օրի փոխարեն, ու իմ տված գրադարանում այդ լոգիկան անող ենթադրենք 4 կամ 5 մուտքանի ինչ-որ մի բան գրեի ստեղ, էլի, 5 մուտք մի ելք։ Ու այդ կոնկրետ այդ տարը ես չտայի որպես մուտք, ինքը տանելու էր դներ այդ 5 մուտքանի ենթադրենք ինչ-որ մի տարը, օրը, հա, բայց հետո ինձ ասելու էր գիտես ինչ կա, ես այդտեղ 5 մուտքանի օր եմ տեսնում, բայց դու չունես գրադարանում այդ 5 մուտքանի օր։ Ավելի լավ է բեր ես դնեմ 2 հատ 2 մուտքանի, հետո երրորդ մի հատ ավելացած ոդնել բերեմ մտցնեմ 3 մուտքանի օրի մեջ, այսինքն ինքը օպտիմիզացիա է անում, որ կարողանա ճիշտ մապանի ձեր տեխնոլոգիան։ Ինչքան ավելի flexible, ինչքան ավելի հարուստ կիրպիչներ դուք տրամադրեք տարբեր ֆորմաների, այնքան ավելի հեշտ ինքը կարողանա ավտոմատ այդ ձեր պատը շարել, էլի կոպիտ ասած։ Սա էլ նույնը ինվերտորների համար է, ինքը գիտի որ ստեղ ինվերսա լինելու, որտեղ մենք ընդ կոդում ինվերսիա ենք գրել, գնալու է ինվերտորները գտնելու։ Ու արդեն ստեղ մի քիչ ուրիշ պահ կա, ելքային դիմադրություն, որ ինքը չգիտի, քանի որ սա արդեն ելքային ոդիկն է, հա, մեր չիպի, ինքը արդեն չգիտի թե սա ում է կպնելու, ինչ լարի է գնալու կպնի եւ այլն եւ այլն։ Դրա համար ստեղ գալիս է արդեն սինթեզանող ինժեների գործը, որ ինքը ճիշտ կարողանա մոդելավորի հետագայում ստեղ ինչ դիմադրություն ու կապա լինելու, որից կախված արդեն մեր ավտոմատ tool-ը ճիշտ ելքային տարեր կդնի։ Դրա համար մուտքային կապերը ու դիմադրությունները, մուտքից ելք ապահովումները եւ այլն, այդ ամբողջ ինֆորմացիան դրսից հավելյալ տալիս է գործիքին ինժեները, որպեսզի ճիշտ մոդելավորի։ Այս էլ մեր վերջնական վերիլոգն էր, որ հետո հանգույց անցանք, ընդհանուր այսպես մի հատ տեսք ունի։ Սա սովորական traffic controller է, որը որ կարող եք գրել, որից հետո ինչ-որ մի ձև արտադրեք տարերով, տրանզիստորներով կամ ինչ-որ բաներով, տանեք դնեք ցանկացած խաշմերուկի վրա, ինքը կաշխատի։ Այսինքն իրական դեմոյա սա էլի։ Սա էլ սինթեզի արդյունքն է։ Տեսեք տարբերությունը, հա։ Ստեղ մենք տվել ենք, տես վերևի մասը տեսեք ինքը լրիվ օքեյ է, սա մարդու գրած չի, էլի ասեմ ձեզ։ Սա գործիքն է սարքել։ Սրա որպես սա վերցրել է input, մեր տված behavioral verilog-ը։ Այդ իմ ամբողջ ասած այդ translation-ը, mapping-ը, բանը, ամեն ինչը արել է, տեխնոլոգիան map-ը արել վրան, որի ու ստացել է ավտոմատ արդեն gate level verilog-ը, որը որ ինչպես տեսնում եք, եթե մենք ձեռով նստեինք այսքանը գրեինք, մինչև գտնեինք այս կոնկրետ այս փիները ում ենք կպնելու ինչ նեթերով ման, շատ ավելի ժամանակատար էր լինելու սա։ Մենք գրեցինք ընդհանրապես մուտքերը, ելքերը ու ներսի լոգիկան ինչ պիտի անի, տվեցինք ավտոմատ սինթեզի գործիքին, ինքը մեզ տվեց նույն բանի gate level representation-ը։ Մոդուլը նույնն է, մուտքերը, ելքերը նույնն են, wire-ները ինքն է, տեսեք, ստեղծել wire-ներ։ Ինքը հասկացել է, որ մենք ստեղ wire-ներ ունենք, որոնք կապած են, բայց ինքն էլ հասկացել է նաև, որ այս լոգիկան, որ մենք գրել ենք, ենթադրում է, որ հավելյալ wire-ներ են լինելու։ Այսինքն ինքը գեներացրել է ներքին կապեր,
մեր տված լոգիկաների հիման վրա, որից հետո ասում է, այստեղ օրինակ ունեմ նոր երկու մուտքանի տանող ուժը x2, իր անունը էս ինչ անուն եմ դրել, այս անունն էլ է, ամեն մի սելի անունը այդ tool-ը ավտոմատ դրել է, որպեսզի տարբերակի մեկը մյուսին։ Ու ասում է, սա ունի A1 մուտք, որոնք կպած են այս sensor P-ներին, որոնք դու հայտարարել էիր, out-ն էլ գնալու է կպնի NX174 wire-ին, որը ես տե հայտարարել եմ։ Ու տենց նայեք, ինքնոց շարելով գնացել է մուտքերից մինչև ելք, որից հետո նաև reset ու clock-ն է ստեղծել միացրել, այսինքն ստացել է get level verilog-ը։ Սա կոչվում է հենց սինթեզ։ Սինթեզը digital design flow-ի հենց առաջի բանն է, ոնց որ առաջի քայլն է, էլի։ Ոնց է տեղի ունենում ընդհանուր digital design flow-ն, հա, մի հատ վերևից գանք։ Նախ սպეციფიკացիան է գալիս, տվյալ դեպքում այս մեր դեմոյում սպეციფიკացիան որն էր։ Մեզ պետք է chip, որը պետք է կառավարի սվետաֆոր։ Սա մեր spec-ն էր։ Բնականաբար այդ spec-ի մեջ հավելյալ ինֆորմացիա է լինում, օրինակի համար։ Երբ որ միտեղ կանաչ է, մյուս տեղը պետք է լինի կարմիր։ Երբ որ միտեղ մեքենա կա, մոտիկանում է, կանգնում է, մյուս կողմում մեքենա չկա, պետք է սա դառնա կանաչ։ Այս ամբողջը spec-ա կոչվում է, այսինքն սպეციფიკացիան է կետ առ կետ, թե մեր ելքում, երբ որ chip-ը ստանանք, ինչա դա անելու։ Որից հետո արդեն functional design-ն է արվում։ Functional design-ը հենց այս verilog-ն է, այս ամբողջը, որ անցանք։ Verilog ինժեները նստում է գրում է իր verilog-ը behavioral կոդի տեսքով։ Որից հետո անում են սիմուլյացիաները։ Եթե սխալ է, փոխում են, սխալ է, փոխում են, այսինքն այս ամեն փուլում կատարվում է ստուգում, հա։ Եվ երբ որ իրանք հասկանում են, որ ստացանք այն վերսիան verilog-ի, որը որ մեր սպეციფიკացիային բավարարում է, ուղարկում են սինթեզի։ Սինթեզը նոր բացատրեցի, թե ինչ տեսքով է։ Արդեն սա ուրիշ ինժեներ է, digital design ինժեներն է, կամ սինթեզ անող ինժեներն է, ինքը վերցնում է այդ գրված behavioral RTL-ը, ստանում է get level netlist։ Ու տենց գնում է հաջորդ ինժեներին, այս get level netlist-ն էլ է նույն ձև ստուգվում, test bench-եր են ստեղծվում, scan chain-ներ են նախատեսում իրանց մեջ եւ այլն եւ այլն։ Այսինքն ամեն փուլից հետո ստուգվում է, ստուգվեց այս մեր ընդհանուրին համապատասխանը, հա, անցնում է առաջ հաջորդ փուլերին։ Սինթեզից հետո արվում է տեխնոլոգիայի մափինգը, որը էլի ես կասեի, որ այս երկուսը իրար հետ են, էլի, այսինքն չի կարա սինթեզը ձեզ դա ինչ որ generic, ասի գիտես ինչ կանդեղ մի հատ and պետք է դնես։ Այնտեղ էլ մի հատ օր, այտենց չի կարա լինի։ Քանի որ դուք կոնկրետ ինչ որ տեխնոլոգիայի համար եք սարքելու, վերջում պետք է դա դառնա ոչ թե ինչ որ մի հատ ինվերտոր կամ ինչ որ մի հատ and, այլ պետք է լինի Samsung S-ինչ գրադարանի and 2x1 տարը։ Այսինքն ռեալ պատկերացվում է, որ սա լինելու է հենց այդ տեխնոլոգիայից վերցրած կոնկրետ այդ տարը, որովհետև հետո դուք վերջում ուղարկելու եք հենց այդ ֆաբրիկա, ասեք սա արտադրի։ Ինքն էլ ասել է, օքեյ, ինչ է մեջը։ Այդ վաղ դուք ասել եք, ձեր տեխնոլոգիայով համապատասխան, օրա, անդա, ինվերտորա եւ այլն եւ այլն։ Երբ որ տեխնոլոգիայի մափինգն է արվում, էլի ստուգվում է, որից հետո անցնում է place and route։ Այ տարբերությունը այս երկուսի շատ բանը, շատ կարևոր է հասկանալ, հա։ Այս մինչև այս place and route-ի փուլը մենք կոպիտ ասած նկարում ենք։ Այսինքն մենք փորձում ենք ինչ որ հասկանանք ինչ սխեմա ենք սարքում ենք սխեմա, այդ սխեման նայում ենք, հա, բայց այնտեղ մենք այդ մեր սարքած սխեմաները ունենում են sense տեսքեր։ Բայց սա տրանզիստոր չի, էլի, սա իրական չիպ չի կոպիտ ասած։ Սա հլվոր գրաֆիկ բնութագիր է մեծ տալիս մեր սխեմայի։ Այ իրական չիպը, երբ որ արտադրվում է, հա, որ փուլում է նախագծվում իրական չիպը։ Դա հենց այս place and route-ն է, որ վերցնում է արդեն հենց ֆիզիկական տեսքը ամեն մի տարի ու դնում է իրար կողք չիպի տարածքում ու իրական մետաղի լարերը քաշում է, կպցնում է իրար, մուտքերը, ելքերը ու վերջում ստանում է այդ բոլոր լեյերները, բոլոր մակարդակները, մետաղների, դիֆուզիաների, օքսիդների, ամբողջ լեյերները հավաքվում է իրար գլուխ ու ուղարկվում է ստուգման, որից հետո fabrication։
այս մի քիչ առանց բանը փոխելու խոսացի, այս ամբողջը ասացի էլի նոր, կարանք ինձ թվում է արագ անցնենք սպეციფიკացիան high level specification-ը, թե ինչ պետք է անի, պլյուս սպეციფიკացիայի մեջ մտնում է նաև մի կարևոր կետ, որը հետևյալն է, այսինքն բացի նրանից, թե սա ինչ պետք է անի, նաև ասում են, թե ինչ չափ պետք է ունենա, այսինքն կոնկրետ վերջում մեր չիպը, որ սարքենք, ինչ արիա պետք է ունենա, ինչքան հզորություն պետք է ծախսի ու ինչ արագությամբ պետք է աշխատի։ Բնականաբար ինչքան արագ աշխատի չիպը, այնքան ավելի հուսալի ինքը կլինի, որովհետև արագ փոխանջատումները նշանակում են, որ ինքը արագ աշխատում, արագ ռեակցիա տալիս արտաքին աշխարհի փոփոխություններին։ Այստեղ բայց մի հատ շատ կարևոր կետ կա, որը մենք կքննարկենք, այս երեքը իրար հակասող բաներ են, պրինցիպներ են, այսինքն մակերեսը, հզորությունն ու ժամանակը, արագությունը իրար հակառակ են։ Չես կարա ստանաս շատ փոքր, շատ քիչ հզորություն ծախսող ու շատ արագ սխեմա։ Միշտ ինչ որ մեկը այս երեքից sacrifice են անում, այսինքն միշտ տուժում է մեկը, կախված նրանից, թե ձեզ ինչ է պետք։ Եթե mobile չիպա կամ ինչ որ բան է, բնականաբար իրանք կասեն, որ իմ համար կարևորը արիան ու power-ն է։ Նույնիսկ եթե մի քիչ մեր ուզածից դանդաղ է աշխատում, ոչինչ տեղ դանդաղ աշխատի, բայց բնականաբար չի կարա, ասենք, մեծ չիպ լինի, որը որ այդ հեռախոսի կամ բանի մեջ չտեղավորվի, կամ այնքան հզորություն ծախսի, որ ասենք իր ակումուլյատորը մի ժամում նստի, էլի։ Դրա համար իսկ ասենք ուրիշ տեղերում, օրինակ վայնի, աբառոնի ինչ որ չիպերում բաներում, այդտեղ կարող է ասեն ընդհանրապես բանի մասին մի մտածեք, արիայի մասին մի մտածեք, մեր համար կարևորը արագագործությունն է, ասենք լինելու է ինչ որ մի հատ հրթիռ, որը որ պետք է շատ արագ ղեկավարվի, պետք է արագ response ունենա ու պետք է հուսալի լինի, հա, այդ դեպքում արդեն մյուս կոմպոնենտն է զոհաբերվում։ Մի խոսքով սրանք շատ կարևոր է պատկերացնել, որ իդեալական չիպ անհնար է ստանալ, որ բոլոր 3 բացի 3-ից էլ ընդ լիքը ուրիշ բաներ են լինում, դիմանդներ են լինում, անհնար է այդ բոլոր դիմանդները ապահովել ու ստանալ բոլոր կողմերից լավ աշխատող չիպ, էլի։ Միշտ մեկը sacrifice անում, մեկը երկուսը նույնիսկ 3։ Functional-ի մասին ասի դա մեր verilog-նական VHDL-ն է, սինթեզն է, որը որ վերցնում է մեր gate level-ը վերցնում է մեր behavioral verilog-ը ստանում է gate level, որից հետո technology mapping-ն է արվում, ասեցի, հա, օրինակ տեսեք TSMC 90 նանոմետր CMOS տեխնոլոգիա, Xilinx, FPGA, այսինքն կապ չունի, հա, ով է արտադրողը, իրան համապատասխան պետք է տեխնոլոգիա ապահովել, այսինքն իրան համապատասխան տարերի գրադարան պետք է օգտագործել։ Place and route-ն ասի, հենց այդ ֆիզիկական դիզայնն է, ֆիզիկապես device-ները դնել, միացնել իրար, լարերը, հենց մետաղական լարերը, քանի նանոմետր հեռավորության վրա են լինելու, ինչ անկյան տակ են ջարդվելու, կպնելու իրար եւ այլն, որից հետո գալիս է verification-ը, ընդհանուր verification-ը, այսինքն տեսեք, մի բանը սինթեզից հետո սիմուլյացիա անել, մի բանը, երբ որ դու արդեն ֆիզիկապես նախագծել ես ու նոր verification ես անում, որտեղ սինթեզի փուլում ու technology mapping-ի փուլում, ինչպես հիշում եք, ասի, որ դա հլվոր գծագրային փուլում է, կոպիտ ասած, իդեալական ինչ-որ վիճակներ են, ունենք նանդ, այդ նանդը թղթի վրա է նկարած, այդ նանդի վրա չի ազդում կամ օր, հա, ինվերտոր կապ չունի, ունենք սխեմա, որը թղթի վրա է, ու իրա վրա չի ազդում կլիմայական պայմաններ, ջերմաստիճան, թե ինչ ձև է շահագործում, ինչ ալնում, բայց արդեն երբ որ մենք անում ենք ֆիզիկական դիզայնը, այդտեղ արդեն գալիս են այն բոլոր էֆեկտները, որոնք որ ոչ իդեալական մեր աշխարհում ազդում են ամեն ինչի վրա։ Դա կլինի երկու մետաղ իրար մոտ դնելու դեպքում արտադրության խնդիրները, կամ երկու երկար մետաղ, երբ որ իրար կողք գնում են,
առաջացնում են ունակություն, որը ազդում է ազդանշանի արագագործության վրա կամ փոխանցման պահի վրա։ Այսինքն պարազիտիկ էֆեկտներ պլյուս խոնավության, ջերմաստիճանի եւ այլ այդ ամբողջը արդեն այստեղ կարող ենք մենք մոդելավորենք, քանի որ մենք գիտենք հստակ մետաղի երկարությունը, որը կապում է երկու տարի իրար։ Մենք գիտենք հստակ տրանզիստորի չափը, թե որը որ դրվելու է, քանի տրանզիստոր է լինելու, որտեղ արդեն գիտենք ընդ x1-ը, x4-ը, այդ տրանզիստորները կոնկրետ ինչ ձև են իրար կողք դրված լինելու, ինչքան հեռու են իրարից լինելու եւ այլն։ Այդ ամբողջ պատկերը, երբ որ մենք ունենք, մենք կարող արդեն մոտավորապես more or less իրական կյանքին մոտ սիմուլյացիա անել։ Ավելացնելով ինչպես ասացի, այդ բոլոր պարազիտիկ էֆեկտները, որոնք որ ազդելու են մեր չիպի վրա իրական կյանքում։ Ու երբ որ ու իրականում ասեմ ձեզ, թե timing, թե power, թե area, այդ ամբողջը սինթեզի փուլում սիմուլյացիա անելուց հետո ինքը շատ sense մոտավոր տեսք է ունենում։ Այս վերջում place and route-ից հետո երբ որ անում են բոլոր վերիֆիկացիաները, այդ ժամանակ բարձ է դառնում, թե իրական սխեման ինչքան է տարբերվում մեր սինթեզած սխեմայից։ Քանի որ այս դեպքում մենք թղթից անցանք արդեն իրական տրանզիստորների, էլի ոնց որ։ Ու երբ որ բոլոր verification-ները անցնում են, նորը չիպը ուղարկում են ֆաբրիկա արտադրման։ Այսի ընդհանուր մի քիչ high level ոնց որ digital design flow-ի outline-ն է։ Հիմա մի քիչ ավելի մանրամասն ասեմ, հա, սպეციფიკացիաների մասին։ Տեսեք։ Այստեղ շատ կարևոր է clock frequency, հա, դա այն փոխանցման արագությունն է, որով ձեր չիպը պետք է աշխատի։ Սա հիմնական, սրանք կոչվում են constraint-ներ, այսինքն սահմանափակումներ, հա, որոնք որ դրվելու են մեր չիպի վրա։ Նախ առաջինը ասում է, որ սա TSMC 90 նանոմետր low power քիչ հզորություն ծախսող տեխնոլոգիան է լինելու, 400 MHz հզորությամբ աշխատելու, մուտքի լարումը, այսինքն չիպից լարումը պետք է լինի 1.2 վոլտ, ինչը բավականին ցածր լարում է իրականում, պետք է հզորության ծախսը լինի 5 միլիվատից պակաս, աշխատանքային ջերմաստիճաններն -40-ից մինչև 125 դաշտ, ինչը մի քիչ շատ իմ կարծիքով, բայց դա։ Ու կանոններն 64 պետք են։ Այսա տիպիկ սպეციფიკացիա է, որը որ ստանում է ինժեները գործը սկսելուց առաջ։ Սրա հետ մեկտեղ լիքը ուրիշ բաներ են գալի, բայց հիմնական տեղորոշիչ կամ ուղղություն որոշող սպეციფიკացիան սա է լինում։ Հիմա խոսացինք իդեալական տարբերակը, հա, որ մենք վերցրեցինք այդ բանը crossroad-ի chip-ը ու արտադրեցինք, հա։ Հիմա հասկանանք, թե այս constraint-ները ոնց են ազդելու մեր սինթեզի վրա։ Մենք վերցնում ենք ինչ ենք անում, վերցնում ենք RTL-ը, հա, մեր behavior-ը, normal այդ թարգմանությունը կատարում ենք, տեղ independent circuit եմ գրել, այստեղ տեսեք, այսինքն generic ինչ որ, ուղղակի գիտենք, որ այդտեղ նանդ է լինելու, հա։ Այ հենց գալիս է compilation-ի պահը, այսինքն այն պահը, որ մենք ինչ որ generic imaginary inverter-ը պետք է փոխարինենք TSMC 90-ի inverter-ով, այդ ժամանակ էլ հենց constraint-ները ազդում են գործիքի վրա։ Ոստեղ արդեն սինթեզանող գործիքի լավ ու վատ լինելը հենց սրանով է չափվում, թե ինչքանով է կարում ինքը մեր apply արած constraint-ները ճիշտ ձևով ազդեցնի compile լինող սխեմայի վրա։ Այսինքն մեր տված սահմանափակումները ոնց է ազդում իր նախնական սարքած սխեման, որ դարձնի արդեն մեր տեխնոլոգիային համապատասխան սխեմա, որովհետև երբ որ մենք ազդեցնում ենք, effect ենք անում մեր constraint-ներով, արդեն բնականաբար այդ ինվերտերը պրոստ ինվերտեր չի լինում, արդեն ինքը հասկանա, որ ինվերտերը վերցնի x1-ը, x2-ը, գուցե x1-ը -40-ի տակ շատ արագ աշխատի, բայց 125 ջերմաստիճանի տակ այդ ինվերտերը այնքան տաքանա, որ իր ազդանշանը չձևավորվի։
միգուցե այդ դեպքում ես պետք է x1-ի տեղը x4 դնեմ, ու սենց լիքը խնդիրներ, հա, կամ 5-ը մուտքանի ինչ-որ մի բան ենք նախագծել Verilog-ում, ես դա ոնց ջարդեմ, 2 հատ 2 մուտքանի, հետո այն ավելացած ոտը 3 մուտքանու հետ կպցնեմ տանեմ, թե դնեմ 3 հատ 2 մուտքանի, ինչ ան, այսինքն ինչ ձևով ինքը կկարանա օպտիմիզացնի մեր սխեման, որ հնարավորինս քիչ արիա օգտագործվի, ինչ նշանակում է հնարավորինս քիչ նաև power օգտագործվի ու հնարավորինս արագ լինի։ Սինթեզ անող ավտոմատ tool-ի որակը հենց այս փուլում է երևում, էլի։ Ու ոնց անում, հա, ինքը այդ սինթեզը։ Սա ոնց որ մի քիչ ավելի high level էր, հա, ինքը վերցրեց ինչ որ translate արեց բանի, որից հետո մենք ասում ենք, այ հիմա ազդեց, հիմա ոնց է ազդում։ RTL-ը վերցնում է փոխում է logic այդ imaginary բանի վրա, նստում է constraint-ները ու հասկանում է, թե մեր building block-ներից որոնք է ինքը դնելու օգտագործել։ Ու ինչպես ասի, ինչքան ճիշտ որոշի tool-ը, թե այս մեր տված սելերից, տված տարերից, որոնք օգտագործից թե ու ինչ քանակով ու ոնց միացնի, դրանից կախված է լինելու մեր վերջնական սխեմայի որակը։ Այդ building block-ներն էլ ստանդարտ սելերի գրադարանն է, որի մասին խոսացել էի։ Ու IP գրադարաններն են։ Սա նոր տերմին է, հեսա կբացատրեմ դա ինչ է։ Այս ստանդարտ սելերի գրադարանը այդ ինվերտորներ եւ այլն եւ այլն, ամբողջ սելերն են, որոնք ինքը օգտագործելու է։ Հիմա այստեղ IP-ները ինչ են, հա։ Ձեր հարցը որ տվեցիք, որ ոնց են տեստավորում անում, ես ասացի, որ հիմնականում բաժանվում է բլոկների, հա։ Հիմա պատկերացրեք, այս բլոկները կարան դե բնականաբար, հա, օրինակի համար վերցնենք մի հատ memory block, որը RAM-ը ապահովելու։ Այս memory block-ի սխեման բոլոր տեղերում նույնն է։ Այսինքն ինչ որ նոր բան չի ստեղծվելու, էլ ինքը միշտ ունի մի տեսք, մի ձև է աշխատում։ Հիմա ամեն անգամ իրան սինթեզելու իմաստ չկա։ Դրա համար մարդիկ վերցնում են առանձին այդ բլոկը սինթեզում են, այս IP բլոկը կոչվում կամ մակրո է կոչվում էլ ինքը։ Սինթեզում են ու ասում են արդեն այս գործիքին, որ երբ որ դու կտենաս այսենց մի բան, որը որ ֆունկցիան գրած է, որ պետք է կատարի այս ֆունկցիան, դու վերցրա այս IP բլոկը դիր ստեղ։ Կամ եթե դրանք քիչ են, մեծ են եւ այլն, այդ դեպքում կարա ինժեները, այսինքն դիզայները ինքը ասի, որ գիտես ինչ կա, այս տեղի SSS ոտքերը դու մի կպցրա ոչ բանի, ես գիտեմ ինքը ինչի է կպնելու։ Կպնելու է իմ այս բլոկին, այսպես ասած, էլի։ Սրանք IP-ներն են։ Այսինքն մենք բացի նրանից, որ տալիս ենք ստանդարտ սելերը, որով որտեղ ինքը լոգիկան է հեսա հավաքել, սա չիպի outline-ն է, էլի։ Նաև տալիս ենք IP բլոկները, որոնք պատրաստի սինթեզված բլոկներ են։ Հիմա օպտիմիզացիան ոնց է արվում։ Տալիս է ֆունկցիան RTL-ը, որից հետո ստանում ենք generic սինթեզված տարերը, որից հետո կատարվում է օպտիմիզացիան։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ այս օպտիմիզացիան ինչ է իրանից ներկայացնում։ Տեսեք, նույնիսկ եթե ինքը map արեց ձեր տեխնոլոգիան ստեղ, այսինքն սովորական generic ինչ որ տարից դառավ հիմնական ձեր fabrication-ին համապատասխան տար, դա չի նշանակում, որ հենց այդ առաջնային ինչ ինքը արել է, դա ամենալավն է։ Ինչպես գիտեք, նույն տրամաբանությունը կարելի է իրագործել տարբեր ստանդարտ սելերի միջոցով, հա։ Ասել եմ, որ մի քանի բազիսային սելեր կան, որոնցով կարելի է հավաքել ցանկացած սխեմա։ Հիմա այս օպտիմիզացիայի փուլը արդեն այն է, երբ որ ինքը երկրորդ անգամ է անցնում սխեմայի վրայով, որը ինքը գեներացրել է, ու փորձում է հասկանալ ձեր տված constraint-ների հիման վրա,
դա կլինի timing constraint-ը, որ պետք է ավելի արագ աշխատի, թե power constraint-ը, թե area constraint-ը կապ չունի։ Ինքը փորձում է, այսինքն փոփոխություններ մտցնի իր իսկ գեներացրած սխեմայի վրա, որ ձեր տված constraint-ներին ինքը ավելի համապատասխան դառնա։ Դա կոչվում է սխեմայի լավարկում, էլի, ավտոմատ լավարկում։ Ու երբ որ արդեն ինքը լավարկված վերջացած, սա արդեն նայց է, սա արդեն հենց ֆիզիկական իր տեսքն է, որը որ արդեն physical synthesis-ն է արվելու։ Հիմա այդ constraint-ների մասին, հա, օպտիմիզացիան ոնց է արվում։ Փաստորեն ունենք, ինչպես ասացի, 3 ճյուղ, ու այդ 3-ն էլ ամեն մեկը քաշում են այս ամբողջը մի իր կողմ։ Power-ը եթե ավելացնում ենք, ինքը area-ի վրա է վատ ազդում, timing-ի վրա է վատ ազդում։ Երբ որ timing-ն ենք լավացնում, ինքը վատ է ազդում power-ի վրա, վատ է ազդում area-ի վրա, եւ այլն եւ այլն։ Օպտիմիզացիան փուլի տեսանկյունից, որ ինքը պետք է անի, կախված է ձեր տված այդ constraint-ներով, ու թե որն է ձեր համար ավելի կարևոր։ Իդեալական դեպքում բնականաբար 30-30-30% պետք լինի, որը որ կստանա մի հատ իդեալական եռանկյուն, որտեղ երեքն էլ բալանսավորված են, բայց իրականում չի լինում sense բան էլի։ Միշտ ինչ որ մի ճյուղը ավելի դոմինանտ է լինում ու ազդում է մյուս ճյուղերի վրա։ Արմեն ջան, հիմա ինչ փուլում ենք, ես այդտեղ կարամ stop տամ, որտեղ հա, դակրած կլոր կետի ես հասել, տենց physical design-ը ավելի բարդ։ Հա, շատ լավ, տենց ավարտուն կետի հասանք, շատ հետաքրքիր, մի քիչ էլ երևի մտածելու բան կա ժողովրդի համար, նկատի ունեմ այդ անցածը, էլի։ Բայց իմ կարծիքով շատ լավ, շատ հետաքրքիր, ուղղակի պետք է ժողովուրդը բան անեն։ Մի քիչ դրա վրա բանը։ Դրա համար սենց անենք, երևի հիմա ավարտենք, հա, ու հաջորդը, նո էլի երևի նո հաջորդը լավ, հաջորդ շաբաթ ինչքան ես գնահատում, այս մնացած մասը մոտարապես ուզում եմ ասեմ ուրիշ պետք է ավել, լավ, հետո կորոշենք, ես մեկ update արած ուղարկում եմ բանը։ Մնաց 30 սլայդ, այսինքն 2/3-ը անցել եմ։ Okay, ամբողջ բանը, ամբողջ մի պրեզենտացիա, շատ լավ, այդ հետո կորոշենք։ Okay։ Լավ, այսքանը ուրիշ հարցեր, վերջում հարցեր կան։ Հա, ժողովուրդ ջան, եթե հարցեր ունեք, կարող եք հիմա տալ։ Ես կուզեի, որ հարցեր տայիք, ճիշտ ասած։ Ճիշտ է։ Որ տեսնեի բանը, feedback կա թե չէ, այսինքն միգուցե շատ high level եմ խոսում, միգուցե պետք է մի քիչ ավելի խորը ինչ որ բաների մասին խոսեմ, չգիտեմ էլի։ Ոնց որ մի կաշկանդվեք, խնդրում եմ, եթե հարցեր ունեք, տվեք, կփորձեմ պատասխանեմ։ Կամ էլ եթե հիմա չկա, կարա հաջորդին էլ տակ մեկա։ Ճիշտ ասած, որպես feedback կարամ ասեմ, որ շատ հետաքրքիր ու լավ ձևով է մատուցվում, դրա համար հարցեր կարան լինեն, բայց չգիտեմ, հնարավորինս նենց է ներկայացվում, որ հարցեր չլինեն։ Շատ լավ, կարող է առաջանան երբ որ առաջանան, հա։ Մյուսը, հա, սրա շարունակությունն է, ոնց որ տրամաբանական շարունակությունն է, նես որ կարաք մյուս բանին էլ այդ հարցերը տակ այսօրվանից մնացած։ Շատ լավ, մերսի։ Լավ feedback-ի համար, Ուշեղ ջան, մերսի լավ պրեզենտացիայի համար։ Ձեզ էլ մերսի ձեր ժամանակի համար։ Մինչև մյուս հանդիպում, մյուս ուրբաթ։ Շնորհակալություն, տեսություն։ The recording has stopped.